2, 3, 4. Mama John! Ես պասին աղթի չեմ բրծելը, հորից ես բարբացակ, այն կեզ բաներան։ While I'm alone, who's let me dream a little dream of me. Հարու խորովածի մասին ենք ենք դինել, տեչ օր չկարով։ Խորովածը շննավան է, հայ դույ 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 Վայն իսնա տեսնի վայ դույ 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 Հայ Vayana, կանաչ բանդանա կապեր, սինչարը, ինչա պուշգադա յարա, սյոժարը, երևի մեծ մամի դերնա իշի է, ուզում եմ բոլոր հնարավոր և անհնար հիմարությունները ասեմ, որ ուզում եք գրել հիմա, որպիսի հետո հասնենք այն լուրջ թեմային, որ ուզում եմ խոսեմ ձեզ հետ։ Դե գիտեք, որ Երևանում հավաքվել են Եվրոպայի գրեթե բոլոր ղեկավարները կամ միգուցե բոլոր ղեկավարները, ինչ որ սամիտ է, եւ միանգամից հասկանալի է տարբեր ալիքներից, որ ոչ մի այդպես լուրջ ինչ-որ բան չի քննարկվելու եւ այդ այն բանը չի, որ ահա հավաքվեցին եւ վերջ մեզ վաղը սպասում են Եվրոպայում, ընդհանրապես Եվրոպա մտնելու այդ Եվրոմիություն մտնելու գործընթացը տասնյակ տարիներ է տևելու, այն օրվանից, երբ որ սկսվի այդ գործընթացը, չի սկսվել, մենք գիտենք, որ պարլամենտում ընդունվել է այդ օրենքը, բայց դեռ ֆիզիկապես ուղղակի հնարավոր չի ոչ իմանալ, որտեղ Ռուսաստանի տակ են գտնվում գրեթե եթե ոչ ամբողջովին ապակի սովչափ, հա, եւ Ռուսաստանի հետ քանի գնում է մեր տնտեսությունը խորանում է, բայց Եվրոպայի հետ ինչ որ տենց այսպես ասած խաղեր տալիս է մեր այսօրվա իշխանությունը, կան պիսի վերլուծություններ, որ դա հատուկ արվում, Փաշինյանը խնդրել է իրանց, որ իրան գան, որպեսզի Փաշինյանը ընտրվի, բան դա իհարկե բացահայտ հիմարություն է, որովհետև դժվար թե Փաշինյանի զանգով Մակրոնը սաղին հավաքեր գար։ Ես հասկանում եմ, որ մեկ-մեկը նենց քաշ եք տալի Փաշինյանի խոսքին բանը, Պուտինի նման ասում է, ну вы же сказали, что Կարաբախ սմաբանը Ադրբեջանի մասա, ну ինչ անենք, դե ասել ես, դե մենք էլ հավատացինք, հենց որ պետք է լինում, միանգամից Փաշինյանին սա հավատում են, ոնց որ տենց իր ասելով ալում, էլի ամեն ինչ։ Չէ, իրականում վաղուց պլանավորված բաներ, ինչ որ պիտի գային, հիմա Հայաստանում են որոշել գան, ասենք ոնց որ ասում են, մենք էլ մեր դռները բաց է, համեցեք, ամենալավը, որ Զելենսկին է եկել, հիմա իհարկե հետո գնալու Ադրբեջան, թե արդեն գնացել է չգիտեմ, բայց Զելենսկին, այսպես ասած, Ուկրաինան դարձում է կամաց ամրացնում է իր դիրքերը եւ ցույց է տալի, որ Ռուսաստանի տակից Պլստալը վտանգավոր է շատ, բայց հնարավոր է։ Ինչևէ, բարի գալուս բոլորին, ինչ կտա դա մեզ ես դեռ չգիտեմ, ամենայն դեպս որպես ավտարիցիետ, որպես լավ մի երևույթ, լավ է։ Կարող է Զախարովան ունենա որոշ հորմոնալ, ասենք, դիսբալանս ունենա, բան ունենա, տենց դե տարիքն է, կարող է պատահի, կանայք այդ տարիքում բավականին անադեկվատ են, նույն ձևի է մեր ռուսամետ, այսպես ասած, բաները, ռուսական կուսակցությունները, հատկապես Սամվել Կարապետյանի կուսակցությունը, ռուսական կուսակցությունը, դե Պուտինն ասել, ես էլ չեմ ասել, մենք ունենք ռուսական կուսակցություն ունենք, ռուսամետ կուսակցություն, որ կուզենք, որ մասնակցի։ Ես իրանց չեմ մեղադրում, ոչ Սամվել Կարապետյանին, որին որ կարելի ասել զորով տշելով բերել են Հայաստան, որպեսզի նա պղտորի այդ ջուրը, որովհետև մարդ առոք, փառոք, միլիարդատեր Forbes-ի առաջի վեճերում իր համար ֆրֆռում է, ապրում է
ոնց որ ասում են նախին աղ չի ասում, հա։ Եվ մեկ էլ այդպիսի բան, թե ինչ մեղքեր զբաղվել քաղաքականությամբ, մենք գիտենք այդպիսի օլիգարխների ռուսական, որոնք որ ուզում են զբաղվել քաղաքականությամբ եւ գիտենք հետո իրենց հետ ինչ ալնում, ես ասել եմ բազմից ասել եմ, ափսոսում եմ, որ այդպիսի բան կարող է լինել, որ ի վերջո հայ մարդը, հարուստ մարդը Հայաստանը ոչ մի վնաս չի կրել Իրանից, եւ միայն օգուտ կարող էինք ունենալ, բայց ցավոք իհարկե ոսկեղենիկ հայերենով ասած գարլխվելու է։ Ես ուզում եմ դիմեմ այն մարդկանց հենց այն ընտրողներին, որոնք որ գնալու են ընտրեն որևէ ռուսական կուսակցություն, սիրելիներս։ Ես հիմա կդնեմ մի տեսանյութ, դուք գիտեք, հետո կխոսենք։ Сил Российской Федерации генерал-полковник Пестряков Сергей Юрьевич. Все эти годы Центр являлся примером успешного взаимодействия и активной совместной работы военнослужащих трех стран во имя прочного мира на азербайджанской земле. За время его деятельности российские и турецкие миротворцы создали надежную систему контроля соблюдения режима прекращения огня и всех военных действий, заложили твердую основу для налаживания мирной жизни на многострадальной земле. Все поставленные задачи российскими и турецкими коллегами решались в дружеской рабочей атмосфере. Совместно с российским миротворческим контингентом в Карабахе было сделано все возможное для созидательного и бесконфликтного развития региона. Успешная работа Центра, построенная на взаимном уважении и главенстве международного гуманитарного права, позволила досрочно завершить миротворческую операцию и приступить к выводу российского миротворческого контингента с территории Карабахского экономического региона Азербайджана. Азербайджанско-российско-турецкие отношения развиваются в духе дружбы и добрососедства. На различных направлениях реализуются крупные совместные экономические проекты. Баку, Москва и Анкара успешно координируют усилия в решении важных вопросов региональной и глобальной повестки дня. От имени министра обороны, начальника генерального штаба, выражая благодарность военнослужащим России, Турции и Азербайджана, достойно выполнившим свой воинский долг во имя мира и спокойствия на всем Южном Кавказе. Уверен, что мы и дальше будем последовательно наращивать межгосударственные связи на благо наших дружественных народов в интересах построения справедливого и демократического миропорядка. Искренне желаю всем крепкого здоровья, мирного неба над головой, а гражданам наших стран мира и процветания. Ահա։ Հետո պարադալնում բանի վար։ Գիտեք, որպես մեղվապահ կամ նախքին մեղվապահ, չգիտեմ, հիմա իմ ամեղուները ընկերոջս մոտ են, բայց հեսա որ ամառը գամ, սկսելու եմ էլի որպես ասած խնամել, ասեմ որ մեղուն ունի 3 օրվա բան, հիշողություն։ Երբ որ փետակը փակում ես, 3 օր որ դուրս չի գալի բանից, փետակից, նա մոռանում է իր ամբողջ անցյալը, մոռանում է իր ճանապարհը, որտեղ է բերքը, մոռանում է, որտեղ է ինքը իր լոկացիան է մոռանում, տեղանքը մոռանում է, հա։ Եվ նորից սկսում է ապրել։ Բոլոր այն մարդիկ, ովքեր որ հիմա կպել են այդ կուսակցությանը, հա, եւ ուզում են որ այսպես ասած այդ կուսակցությունը անցնի պարլամենտ եւ ռուսական ներկայությունը ավելի ամրանա քան թե կա, ունեն մեղվի հիշողություն, որովհետեւ երկու բառով եթե ես հիմա թարգմանեմ սա բոլոր այն հայրենակիցներից ովքեր որ չեն հասկանում ռուսերեն ռուս գեներալը շնորհակալություն է հայտնում թուրք գեներալին որ իրենք համատեղ օպերացիա անցկացրեցին գործողություն անցկացրեցին Ադրբեջանի հողում եւ այսպես ասած այնտեղ կարգավորեցին կոնֆլիկտը եւ
բերեցին խաղաղություն, այսպես ասեմ։ Թե ինչպես են կոնֆլիկտը կարգավորել ռուսները թուրքերի հետ Ադրբեջանում եւ ինչ խաղաղություն են բերել ռուսները թուրքերի հետ Ադրբեջանում, այսինքն Ղարաբաղում, դատեք ինքներդ, ասենք դա մեզ ավարտվեց էթնիկ զտմամբ, կոտորածներով, պատերազմով եւ մոտավորապես 3800 մոտ մի 4000 մեր տղաների մահվամբ։ Նու ընդ որում եւ Ադրբեջանի ընդեղից էլ մահեր եղավ, այսպես ասած, հետ չեմ ուրախանում, որով իրանց էլա մեր բերե, հա։ Եվ ես ուղղակի զարմանում եմ ոչ թե Սամվել Կարապետյանի կամ այդ մարդկանց կուսակցության վրա, որովհետեւ այդ որ մեռելիք ասումները հակնում են տենց ու շատ լուրջ է շեշտուց են տալի, որ հա հիմա մենք այսպես ասած բան ենք անելու, հա, անցնելու ենք պարլամենտ եւ փոխենք այս իշխանությունը, մենք լինենք որպեսզի ավելի լավ լինի։ Ես իրենց չեմ մեղադրում, իրենց ասել են նրանք անում են, իրենք շատ մեծ կապիտալի տեր են, Սամվել Կարապետյանը միլիարդներ ունի Ռուսաստանում եւ մենք էլ գիտենք, որ Ռուսաստանը այն երկիրն է, որ այդ միլիարդները Պուտինին է, եւ նա յուրաքանչյուր րոպեին կարող է այդ միլիարդները վերցնի եւ ինչ որ ասեն ինքը անելու է։ Ես իրան չեմ մեղադրում, ես ուղղակի զարմանում եմ Հայաստանում ապրող եւ նաեւ Սփյուռքում ապրող քաղաքացիների վրա, ում համար թարգմանեցի թե ինչ էր ասում ես գեներալը, որ կարող եք մոռանալ թե ինչ բերեց մեր այս խաղը Ռուսաստանի հետ մեր գլխին, հա։ Ես Ռուսաստանն էլ չեմ մեղադրում, որովհետեւ իր քաղաքական աշխարհագրական այսպես ասած շահը չի համընկնում Հայաստանի հետ, համընկնում է Ադրբեջանի հետ։ Եվ չի կարելի մեղադրել Ռուսաստանի ղեկավարությանը, որ իրանք տենց են վարվել մեզ հետ։ Ես մեզ եմ մեղադրում, որ մենք այսքան տարի հենց էլ չսովորեցինք, որ մենք չպիտի դնենք հույսներս ինչ որ մեկի վրա։ Մենք պիտի ունենանք դաշնակիցներ, իհարկե պիտի ունենանք դաշնակիցներ, եւ ես չեմ ասում, որ Ռուսաստանի հետ մենք պիտի թշնամանանք, որովհետեւ ունենալ Ռուսաստանի հանձինս Ռուսաստանի մի թշնամի, դա էլ մի ուրիշ դարդ է, որովհետեւ մենք գիտենք, թե Ուկրաինայի հետ ինչ է հիմա կատարվում։ Այսինքն մենք գիտենք, թե ինչով դա կարող է ավարտվել։ Թշնամանք բացարձակապես ես չեմ սերմանում եւ չեմ էլ ցանկանում, բայց ցանկանալ, որպեսզի Հայաստանում գա որևէ ռուսական կուսակցություն, որը աֆիլիացված է Կրեմլի հետ, պետք է լինես առնվազն անասուն։ Ես ուրիշ բառ չեմ գտնում, ասենք սկզբից ասի մեղու բան, տես որ մի քիչ լավ բան լինեք, բայց հետո չդիմացա կներեք, որովհետև իսկապես չեմ հասկանում, ասենք ոնց կարելի է, որ մարդը իրա բերնով է գեներալ ասում է Թուրքիայի հետ համաձայն, մենք Ադրբեջանի անունը չի տալիս, մենք Թուրքիայի հետ համաձայնվեցինք եւ Ադրբեջանի հողում արեցինք այդ օպերացիան, որպեսզի այնտեղ լինի խաղաղություն բան անենք, հա, եւ լուծենք այդ կոնֆլիկտը եւ մեր խաղաղապահների շնորհիվ եւ օգնությամբ այնտեղ հիմա երկարատև խաղաղություն է տիրում։ Եք թույլ տվեք չհավատալ ոչ Նիկոլ Փաշինյանի ասած խաղաղությանը, հա, որովհետեւ ես գիտեմ, որ մեծ հաշվով այո չեն կրակում եւ դա իհարկե դա շատ լավ է եւ դա արտաքին քաղաքականության, մեր իշխանության արտաքին քաղաքականության բանն է, հա, աշխատանքի շնորհիվ է, բայց չեմ ասի որ բավարար չի, այլ բայց ուղղակի ես չեմ տեսնում դրա բանը վերջակետը, խաղաղության պայմանագիրը, թե ինչ գնով է լինելու, չդեռավելին ոչ մի խաղաղության պայմանագիր մեզ խաղաղության երաշխիք չի տալիս։ Մենք գիտենք բազմաթիվ խաղաղության պայմանագրեր,
աշխարհում, որոնք որ շատ հանգիստ խախտվել են։ Երբ որ դրա կարիքը եղել է։ Խաղաղությունը չի խախտվի միայն այն դեպքում, եթե մենք ունենանք մի այնպիսի պետություն, որի հետ խաղաղ չապրելը թանկ է նստելու մեր հարևանների վրա։ Ես չեմ ասում, թե մենք կարող ենք դառնալ մի այնպիսի մի վտանգավոր մի պետություն, որը որ 90 միլիոնանոց Թուրքիային կարող է կզլցնել, եւ չէ, իհարկե ոչ։ Մենք այդ ռեսուրսը չունենք, մենք ես խոսել եմ դրա մասին բազմիցս։ Բայց այն որ թանկ կլինի իրենց համար մեզ չոքացնելը եւ ռազմական գործողություններով ինչ որ հարց լուծելը դրան հասնել կարող ենք։ Իսկ դրան կարող ենք հասնել միայն սուվերեն եւ անկախ հարցեր անկախ պետություն ունենալով եւ անկախ հարցեր լուծելով, այսինքն հարցեր լուծելով ինքնուրույն։ Ինքնուրույն է լուծում այդ հարցերը, թե ոչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, թե չէ։ Արդյոք Ադրբեջանի ասածով չի անում եւ արդյոք Էրդողանի դուդուկի տակ չի ապարում։ Այդ սա ուրիշ հարց է ժողովուրդ։ Ես դրա մասին խոսել եմ, ելի կխոսեմ իհարկե, կասեմ իմ կարծիքը, եթե հետաքրքրում է։ Բայց այս եթերը նվիրված է հենց կոնկրետ մեր ձևով Սամվել Կարապետյանի, այսպես ասած, այդ ուժին, որը ունի Հայաստանում աջակիցներ։ Այդ ուժին չէ, այդ ուժը ասում եմ, դա մի, ասենք, Պուտինի ինչ-որ մի պրոյեկտ է։ Բայց որ ունի Հայաստանում գոնե 5 հոգի, որոնք որ այտենց են մտածում, դա մտահոգիչ է ինձ համար։ Ինձ համար մտահոգիչ է։ Իդեպ գրանցվեք ալիքից ժողովուրդ ջան, լայք սեղմեք, եթե դուրներդ եկավ, ինչ ասացի նոր, որպեսզի շատ մարդ նայի։ Նաև տեսնում եք QR կոդը ձեր էկրանին, ես շուտով գալու եմ Հայաստան եւ սկսեմ վերականգնել Սարի թատրոնը, գիտեք, որ այնքան դվել է ձնից։ Ինչ ասեմ, հենց այդքանը, եկեք ներկայացմանս, բրբենք, համեցեք, շատ լավ երաժշտական ներկայացում եմ պատրաստել, ջազ երաժշտական ներկայացում, տոմսերը արդեն վաճառքի մեջ են, թիքետ միքետում, կոչվում է հենց այդպես, կոչվում է երաժշտական շոու մայիսի 21-ին։ Հենց այդքանը, շնորհակալություն, որ հետևեցիք, գրանցվեք, անպայմանելի կհանդիպենք։ Մի անգամից ասեմ, ես քաչալացել եմ, այո, հիմա ես արդեն այսպիսին եմ, սիրելիներս, այո, կարծում եմ, որ հիմա էլ չեն հաչավրես, որ մազերը չես սանդրում, հա, հիմա էլ չեմ սանդրվում, այո, չնայած չեմ սանդրվում, բայց լվացվելը մի քիչ ավելի երկար ալնում, երեսս շատացել ասած, լվացվես, հենց այսքանը, բվեցի կլոպկերը։ 2, 3, 4. Սերդ կտրի բալիկ ջան, մի զրա։ What? Mama John! Ես պասին արդի չեմ բրծելը, հորից ես բարբացակ, այն կեզ բաներան։ While I'm alone, as blue as can be, dream a little dream of me. Հատուկ խորովածի մասին ենք ենք դնել, տե ժողորդ չկարով։ Հոված է շտնավան է, հայ դույ 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 When it's not testy, why դույ 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 Բարյա խորշակ ժողորդ ջան